ձեր բնակարանի գողության դեպքից ամիսներ են անցել։ Ինչ են ասում իրավապահ մարմինները։ Նորություն չկա։ Ես ամենայն դեպս ես որևէ նոր բան չգիտեմ։ Դուք հույս ունեք, որ այդ գործը կբացվի։ Թե ամենայն դեպս չեմ կարող ասել։ Արդեն այսքան ժամանակ որ անցել է, մի քիչ դժվար է ասել։ Հույս կա, հույս ունեմ ամեն դեպքում, բայց դե արդեն շատ ժամանակ է անցել։ Գողոնը չկա, գողերը չկան։ Պարոն Հակոբյան, ձեր կյանքում փոխվեց ինչ-որ բան այդ գողությունից հետո, ինչ փոխվեց ձեր կյանքում։ Օրինակ շատ մարդիկ ում տունը ավազակային տենց գողություններ են տեղ ունեն, բան իրանք վախով են տանդուրը բացում, անհանգստություն կա ներքին, ասում են գելի կգան գողերը, թիրախավորել են։ Ձեր դեպքում ինչ-որ բան փոխեց, տեսախցիկներն ավելացան, չգիտեմ, ինչ-որ բան ձեր կյանքում փոխեց։ Սկզբի հատվածում բնականաբար տհաճ է, երբ որ մտնում ես տուն ու սենց անընդհատ դու մտածում ես, որ օտար մարդ է եղել քո տան մեջ, տհաճ զգացողություն կար, անցավ այդ տհաճ զգացողությունը, անվտանգությունը ավելի ավելացրել եմ, այո։ Իսկ վերջին անգամ իրավապահներին տան մասով անհանգստացրել եք, ասեք, ինչ կա գործի։ Չեմ որևէ ձև չեմ միջամտում, էլի։ Այսինքն դիմել եմ, իրանք զբաղվում են։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի չեք միջամտում։ Պարոն Հակոբյան։ Ինքը ասել է, ես իմ ձևերով կմիջամտեմ։ Այլ հարցեր։